Դե մի հատ տեսեք, ես ինձ սիրուն օրա բացվե կապույտ երկինք, հույս տվող արև, արև եկեք, նորակ յուղում վեր եկ, հույս ունենանք, որ կլինի չէ տենց մի բան, ասեք, որ կլինի, բարի լույս, ոնց եք, սիրելի հետևորդներ ջան, ինչպես է ձեր տրամադրությունը, ես մազերը նրվայնացնում մեր մոտ 9:25 ես սկսում եմ իմ օրը ձեր հետ, ինչպես միշտ, նույն ձևով, նույն տեղով, հլավոր ու նույնով, որովհետև մեկ որ թվում է, թե այն մարտելի նույն բանը, բայց թե կյանք է, բա ինչ անենք սիրելի հետևորդներ ջան, այդ նույնն է, որ լինեի վլոգեր, էլի ոչ մի տեղ չգնայի ու տնային տնտեսուհու պես տանը ապրեի, ուզեի, չուզեի, իմ տնից էի հո նկարահանելու, իսկ սենց ես իմ կոֆեն արդեն էփել եմ, բերել եմ, գիտեմ իմ հետ կոֆե խմողները շատ են, եկեք, հավաքվեք, նստենք, զրուցենք, վեր գնա դե Ալեքս, ժամն է արդեն, շատ ցուրտ է, վեր կաց, չի տար Ալեքս ջան, չէ, ցուրտ է, ինչ ես խոսում, հա, գնա, ժողովուրդ ջան, բրծի Ալեքս ջան, էլի ես չեմ սիրում, որ դու ուշացած ես գնա, նեղանում եմ դեշ, հա, այդ ցած դիր, ինտերնետ չկա, պատերով եմ կպել, շարվարը կրավ, չցավ տանեմ, չէ, հոգնել ենք, էվալա, արի հիլա, էվալա, այս երեխին, որ ասենք թե այդքան ձգնու դիմադրում է իմ խելոք Ալեքսը, ես գնում եմ անի մոտ, ահա, գնա Ալեքս, այս շարմորիկ, ահա, գնա, դրա համար, հա, բլխա սիրուն հատի, հա Ալեքս, կապիշոնն է գլխիտ դիախպեր, ծուրտը, ես տեից կեզ նայում, թող գնա, մեղկս ինչ թակցնեմ, արդեն ես էլ եմ հոգնում, եմ որ հույս ունեի, որ վերջ էլի ուրիշ ծևի կլինի, են էլ չէ, այս ծուրտը չէ, միշտ այս ամսին ես հաճույքով ու սիրով եմ եկել, բայց այս մի անգամ եղանակնը հույսերս հոդս ծնդացրեց, մենակ երեգեր, որ մի հատ նայեն կա, որ գիտացին շարավ, ուրեմ մենակ երեգեր, որ մենք հավեսով, կապիշոնըտ քաշի, Ալեքս ջան, գնացին բալեն, որ դուս ենք եկել ու հավեսով ման եկել սիրելի հետևորդներ ջան, բաց թողամ ճիշտ է օդափոխել էի, պահի տակ սենց ինձ ցուրտ թված, մի էլ սենց կիսաբացան է, ու մի երկու բերան, խոսանք, սրից հանենք, ու ամեկս գնանք մեր գործերով, այս շարֆը տեսակ ինչ հարմար է, համ սիրուն է, համ իմ գույներն է, համ թռչնատառերը դե հայեցի է, չէ, ճիշտ է ուրիշ շարֆեր էլ կան շատ սիրուն, բայց թե մեր հայկականը ուրիշ է, էլի, ասեք որ կա տենց բան, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով, այսօր
երևի թե մեր վերջին գիշերը կլինի, ուրեմն ներեք թե ինտերնետ կապից հա, թե ինչից հա, Լիլիթ Ախոյանի գրառումը մեկ գրած տեսա, մեկ է ջնջված տեսա, ինքը գրել էր, որ Անահիտ ջան, գիտես, որ ձեր համաքաղաքացի Գոհարը էջ ունի, իհարկե գիտեմ, ոնց չգիտեմ, Գոհարին շատ սիրում եմ, Գոհարի հետ շփվում եմ, չգիտեմ, իրան դեռ շատ շուտվանից էի ճանաչում, քանի տարի մարդը մեր տան փռի մոտ աշխատել է, փռում աշխատել է, վաղուց 1000 միլիոն տարի ճանաչել եմ, էջումս էլ միշտ ասել եմ, հմիել եմ մեծ սիրով ու հաճույքով ասում սիրելի հետևորդներ ջան, Լիլիթ ջան, երևի թե այդ պահը կամ դուք բաց եք թողել, կամ ուղղակի ուշադիր չեք եղել, չգիտեմ։ Մեկ գրառումդ գրած տեսա, մեկ էլ անհետացած տեսա, YouTube հարթակում, մեկ էլ նմա տենց բաներ, դա նորմալ է, բայց թե այն որ անտեսելը պետք չի հաստատ, ես սիրում եմ ու հարգում իմ են ամենապարտաճանաչ հետևորդներին, որոնցից մեկն էլ հենց դուք եք Լիլիթ ջան, այնպես որ չկարողացա գրավոր պատասխանեմ, գոնել ասենց պատասխանեմ, երևի թե կլսեք, մարդ ես կարող ամի վլոգ բաց ես թողել, երկուսն ես բաց թողել, մի խոսքով, ինչև է ես անդրադարձա, սիրով էլ անդրադարձա, այն անգամ էլ նույնիսկ Նազելիի հետ էինք խոսում, ասում եմ, ոնց եղավ բա, ուզում ես կոմենտ գրես, չի գրում, ինքը ասեց, թե ինչ որ խնդիր ա եղել, հետո արդեն էջը բացվել ա, մարդը սիրուն իր գործը անում ա, այնպես որ իհարկե տեղյակ եմ ու տենց բաներ։ Այն անգամ ընկերուս հետ գնացել ենք, իրա մոտ կոֆե խմել ու նկարել եմ, երևի թե բաց եք թողել, չգիտեմ։ Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, երեք ուրեմն, որ հասկացամ, օրը լավն ա, ու դե առավոտից արդեն իմանում ես, էլի ստեղի գրաֆիկդ ոնց ա ալնում, ըստ այդմ էլ փորձում ես օրդ կառավարես, օրդ անցկացնես նենց, որ լավ լինի, հասկացա, որ ստեղի գործողությունները շուտ են պրսնում, զուտ դրա համար Վարշավիրից չզանգեցի, լավ եմ չէ, ասում Վարշավիր, մի վարկյան ներողություն, մի հատ մի բան նայեմ, ուրեմն չզանգեցի, մտածելով, որ կգնամ Չարենցավան ու ընդեղ էլ մազերս կհարդարեմ, մի լավ աղջիկ կա Թեհմինեն, որ գնում եմ, օգտվում եմ իրա ձեռքի շնորհքից, մազերս սիրուն հարդարում ա, ես գալիս եմ իմ գործերով, մարդն էլ իրա, մի խոսքով, զանգեցի մեր Քրիստինային, SMS ուղարկեց ու որ հետո, դե որ հետո մտածեցի մի տան մեջ 4 երեխա, ինչքան շատ հոգսաշատ, պլյուս դրան ինքը աշխատող ու արդեն ըստ այդմ օրս ուրիշ ձևի դասավորեցի, հրավեր ունեի, ասել էի, որ հստակ կեսօրից հետո էլի կպատասխանեմ ու այդ կինն էլ այն ձևի լավ կին էր, որ Երևանում ապրող էր, ինձ ասավ խնդիր չկա, հրապարակի տարածքներին էլ մոտ ապրող էր, մի խոսքով շատ չմանրամասնեմ, ինքը չի ուզում, ասեց երբ է լզնի, մենակ կես ժամ առաջ է լզնի, մենք կարանք հանդիպենք, ասեցի ոչ մի խնդիր, եթե երեք չլներ, այսօր էինք հանդիպելու, մեր պայմանավորվածությունը տենց էր սիրելի հետևորդներ ջան, ու որ զանգեցի Քրիստինայից, ինքը SMS ուղարկեց, որ կզանգեմ, երբ էտա գործերից ազատվել էր, զանգել էր, ասում ինչ կա, ասում եմ ինչ կլինի, բա սենց արդար ա,
գազ հասնես չարենցավանի քթի տակ ու չգաս չարենցավան, ասա որ տենց ասմա ասա է, ասում եմ դրա համ վայ, գործի գործը, որ իմանայի ասմա այդ պահին, մի խոսքով գործի մեջ ա եղել, ասմա վաղն արի, վաղը այսօրվա մասին ա խոսքս ելի հետևորդներ ջան, ու երեք էլ որ չստացվեց իմ գնալը, արդեն զանգեցի Օֆելիային, Օֆելիա Օվսաննա, լավ չեմ հիշում այդ աղջկա անունը, թող ինձ ների, ասեցի իմ համար ինձ գրանցի էլի, որ այս մազիկներս մի քիչ ավելի սիրուն անամ, ճիշտ ա ներկեցի, բայց ներկելուց հետո առաջի անգամ եմ լվանում, խնդրեմ, սպրեյ եք ասում, այդ սպրեյից վախում եմ, չգիտեմ ինչի, բայց թե հոմենակ ես չեմ, ախր մի անգամից գլխամաշկիդ վրա փչես ու մնա, մի տեսակ վախում եմ, չգիտեմ, ներկը գոնե լվանում ենք, հետո, չգիտեմ, չեմ հասկանում, չեմ կողմնորոշվում, ռուսն ասма никогда не говори никогда, միգուցե մի օր էլ տենակ դա առած ես էլ ցույց տվի, հիմա ասելիքս ինչա որ, այս աստեի մեր գործերը վերջացնենք, սիրելի հետևորդներ ջան, այն գործը, որ անելու եմ, գնալու եմ, չարենցավան եմ ուզում գնամ, բայց գնալուց առաջ, մի հատ մազերս վենեմ, ժամից հասկանամ, մի էլ գնամ, չգնամ, արդեն մի ոտս ու մի ձեռքս դեպի Massive Alliance տունա, որովհետև ընդեղ էլ ենք համապատասխան զանգի սպասում, որովհետև շատ կարևոր գործ ունենք անելու, մի խոսքով, էլ արդեն այսօր չգիտեմ, ես կարամ գնամ դեպի Չարենցավան, թե չէ, Ալեքսի մոտ էլ վախեցա ասեմ, որովհետև եթե ասեմ ու չգնամ, մի հատ խայտառակություն կգնի, ինքը չի սիրում, ասում մամա դու ինձ խաբեցիր, մամա բա դու ասում ես խաբելը լավ բան չի, ու սենց շարքով խոսքերի շարանա բերեմ ու իմ ասած բաները ինձ հիշացնում, ինչև է, մենակ մի բան ա լավ, որ գնալը էլ ավելի հեշտ առնելու, դելնելու եմ ռայկոմի տարածքը ու գիտեք որ ավտոբուսա, գազելա, ավելի ճիշտ գազելներ են, եթե ես ճիշտ եմ հիշում, ընքան էլ անհարմար են, բանա բժշկական համալսարանի մոտից են հիմնականը շարժվում, բայց թե դե գալիս ռայկոմի մոտով գնում են, տենց բաներ, ընե Քրիստինային էտա բարզա ասի, ասի սենց խաբարի եմ էլի սպասում, կարող ա և գամ, կարող, չէ, ոնց կգնի արդեն ասմա ջիջիլ գցեցի, սենց բաներ, մեր տարբերությունը տարիքային 10 տարի ա, բայց որ շփում ա արտակարգ ա էլի շատ, կատակով ասում ա, սևակին կասեմ կգացես կբեի, սենց բաներ, բայց ես էլ եմ ձգվում եմ դեպի իրանց, որովհետև սիրելի հետևորդներ, մենակ լեզվով չի էլի, որ ասես քիր ունեմ, ախպեր ունեմ, բարեկամներ ունեմ, շփվում եմ ու հեռախոսով շփումը դա շփում չի, կամ կարամ ասեմ հա վիդեոյի մեջ տենը մեկ հերիք ա էլի, բայց թե դա էլ վաբշե շփում չի, որովհետև բարեկամական շփումը լրիվ ուրիշ բան ա իմ համար, միգուցե մի ուրիշների համար ուրիշ ձևի ա, մի անգամ էլի սենց ասել էի, վրիզ մի հատ երկարուձիք երկու թերթ Facebook եջով նամակ էին գրել, անունը չեմ բարձրաձայնում, ով ա քեզ ասել, որ կարա շփումը լավ լինի, կարա լավ չլինի, ես այդքան երկարուձիք նամակի փոխարեն ընդամենը մի նախադասությունով իրան հետ պատասխանեցի, ասի կներես, որ ձայնային եմ ուղարկում, ես քո նման այդքան երկար ժամանակ չունեմ էլի, նստեմ գրեմ, համել այսքան գրառումներից աչքերս էլ պահի տակ ցավում ա, շատ ցավոք, այսօր շատ մարդիկ կան, որ
չեն է շփվում ու դա իրոք ցավալի բան է իսկ ես են ոնց են ասում ատամներով էլ ուզում ես համ ընտանիքդ պահես համ էլ շփումը ոչ միայն օնլայն հարթակում ձեր հետ այլև բարեկամներիս հետ Այն որ բարեկամ եմ ասում քթիս ծուխը գնում եմ մերոնք հեռու բայց թե աշխարհի օրենք նայეთ նորից եմ ասում են մի ժամանակ էր որ ինձ թվում էր թե վայ գնալ չի լինի էս չի լինի այն չի լինի փառք Աստծո ժամանակները փոխվել են երբ էլ ուզես ոնց էլ ուզես կարաս գնաս մենակ Աստված ջան առողջությունը լինի ու աշխարհին էլ խաղաղություն մնացած այս աշխարհում ամեն ինչ էլ Կարան կանենք սիրելի հետևորդներ ջան Հիմա այսօր ցեցնգացի պես ես էլ եմ ուզում որ գնամ Չորենցովան թեպետ եթե այսօր էլ չստացվի ու վախենամ որ ավելի շատ չստացվի որովհետև այս պարագայում սպասում եմ որ Ալլան զանգի իրան էլ բժիշկը զանգի ու պիտի բժշկական վիրահատվի մի խոսքով սենց ասեմ թաքցնելու բան չի ամաչելու բան չկա այդ ամարդ ես ապրում ես ամեն ինչի միջով էլ անցնում ես մանավանդ են որ զգացել եք նկատել եք որ մարդը դրա կարիքը ունի ու տեսնենք էլի որը շուտ կլինի Ստեղ եմ ասում, այն որ ես տարբերություն չեմ դնում Փառք Աստծո Նես չի որ առանց ինձ իր այդ գործը առաջ չի գնա իր կողքին իր ընտանիքի անդամներն են բայց ոնց ասեմ ես ինձ պարտավորված եմ զգում մանավանդ որ ստեղ եմ Ստեփանավան չեմ Գոնե իմ ներկայությունով իրանց ապահովեմ այդ պահին, չգիտեմ Դրա համար ոնց որ սենց այս պահին մի ոտով դեպի մասիվ եմ, մի ոտով դեպի Չորենցավան պատկերացնում եք, չէ Այն իմ քիրս է, այն էլ ամուսնուս քիրն է դեղ մի գնա ու մտածի, որ այս դեպքում պետք է ընտրես անհրաժեշտությունը ու արդեն Էսա օրը մի քիչ դենը գնա Հետո կպատասխանեմ Էսա մի քիչ դենը գնա օրը բացվի 9:30 այս պահին ու արդեն կերևա ինչ եմ անում բայց որ մազերս վենելու եմ այդ 100% Մասիվ գնալն էլ ընդայից ավելի մոտ ալնում է դա գիտեք 52-ը նստում ենք թե 16-ներ աստվածին 52-ներ ոնց էր նստում ենք ու գնում մեգամոլի մոտ իջնում մինչև էտա գնում մեգամոլից մի կանգառ ներքև ընդայից գնալը արդեն խաղու պարա կուզենք ոտքով կգնանք բայց գիտեմ Ալեքսս ավտոբուս է ուզելու Կուզենք ավտոբուսով, սիրելի հետևորդներ ջան, տենց բաներ, այսօրվա պլաններս հլավորետ են, բայց երեկվա օրը վայելեցի մեկը ես բառիս ուղիղ իմաստով, այնքան էինք քայլել, վերջապես էլի քայլեցինք, որովհետև ես մի ամիս է հեսա, 3 շաբաթ լավ մի ամիսը չափազանցացրի, 3 շաբաթ որ չես քայլում, իսկ ես սիրում եմ քայլեմ, փաստորեն համ իմ առողջությանն է դա պետք ու անհրաժեշտ լիմֆոստազի համար բժշկուհին բացատրեց, որ եթե չքայլեմ, ավելի ոտքերս կուրչեն, այս կլնեն, այն կլնեն, իսկ ես մտածում էի, որ սիրելի հետևորդներ, ոնց ասեմ, այդ դուք էլ էիք ինչ շատ ասում, ասեցի էլ, ասի բժշկուհի իմ լավ ու բարի հետևորդները, ասում են, որ այդ պրոցեդուրայից հետո քեզ պարկի հանգիստ է պետք, էս է պետք, են է պետք, ոնց ասել եք, տենց ասեցի, Անահիտ ասում է, հավատա,
ինչքան քայլես, այնքան դու քեզ կբուժես ու պիտի քայլես նենց ասма ոնց որ մի բան կորցնես ու փնտրես, որ գնաս փնտրես, ոնց կքայլես, այդ տենց պիտի քայլես։ Իհարկե մեկ-մեկ ատենց ստացվում, Ալեքսի հետ դե չի լինա, բայց էլի գոնե որ քայլում ես, շարժումը կյանքա էլի սիրելի հետևորդներ, չգիտեմ, ծնվում ենք, ապրում ենք, պայքարում ենք, չգիտես ինչի համար ես պայքարում ու հետո չգիտես էլ ուր ես գնում, ուխի ես գնում ու ինչքան խնդիրներ շալակած ես ու սերիդ գնում ես այս աշխարհից։ Մի տեսակ այսօր այսենց խառը մտքերի մեջ եմ ու չեմ այն որ վեր ես կենեմ ու չես իմանում ինչ անես, ես չեմ սիրում այդ երկմտանքի մեջ ընկնելը, սենց չկողմնորոշված, ոնց որ սենց կիսախավար վիճակում օրդ անցկացնես, հիմա իմը կոնկրետ հենց այս պահին այդ տարնելու, բայց էտա սիրելի հետևորդներ ջան, մինչև դուրը բացվեց, մեկ-մեկ կամին բացում, մինչև տենանք գլուխներուս ինչ կգա, իսկ երեկվա օրը այս 3 շաբաթվա միակ օրն էր, որ մենք այնքան էինք քայլել եկանք, մեր հոգսանգել էին, այս մաման ասում այդ խի եք երկուսդ էլ, ասի երևի որ առաջի անգամ շատ ման ենք եկե փաստորեն հոգնել ենք, տենց էլի, հետո եկանք City, ես այն որ ճիշտ բանա գիտեք, ես ասում էին, շատ ծանոթներ ունեմ բան, որ զրուցում ենք, գնայինից ենք խոսում ես կոմ են կոմ ու ինձ միշտ ասում են, որ City-ն թանկ այս այնա, դե բայց թե ուրիշ տեղ չկա էլ, տենց փոքր խանութներ էլ չկա տարածքում, դե փոքր խանութից առևտուր անելով օգնում ես, չէ, ու ասում էին չես նկատել, City-ը մի հատ գոնե լուսամուտ չկա, լրիվ փագա, լրիվ ապրանքները, դա էլ ասма բիզնեսը ընդլայնելու միջոց, ինձ կարծեմ ով էր տիկին հասմիկներ, որ տենց բաներ ասում, հարցնում եմ, ասում եմ ինչի, դե ուշադիր չէ եղել, մեղքս ինչ թաքցնեմ, ասում եմ այդ ուշադիր եղի, մտի City-ն այ, ոչ մի տեղ, ոչ մի լուսամուտ չկա, ես նորից եմ ասում, բայց դա բիզնեսի հետ ինչ կապ ունի, ասում այդ ջան, մարդկանց առաջ ոնց որ ելքի ճամփա չկա, լույսի ճամփա չկա, զուտ ապրանքները, բաժինները ու մարդիկ գայթակղվում են մտածում, այնքանի մտել եմ, մի անգամից ինչ պետք է առնեմ, դուրս գամ եւ այո, շատերից մոտ ա տենց, մեկը իմ մոտ էլ ա տենց, մտնում ես, երեք մտել եմ, ասեցի մի հատ պամելա առնեմ, լավաշ առնեմ ու դուրս գամ, բայց սենց աչքի տակով նայում էի, թեյերը կես գին էին, ասի լավ, կարող եմ մի հատ էլ այն համով թեյեն էլի դրանք, ասի կարող եմ մի հատ էլ դա վերցնեմ, դրանից վերցնեմ ու արդեն սենց ձեռքս տարա, որ վայ ասում եմ, չէ, որ իմ ամուսնյակը ինձ մար, ոնց են ասում, աշխարհի թեյա բերեմ ու տանը դեռ կա, մամաս որ այդ թեյերը չի սիրում, այն անգամ էփեցի հավանեց, մամա ենել եմ, մեկ-մեկ հյուրասիրում, որ ուզում ա, մի խոսքով, ու դե հիշեցի ես տիկին հասմիկին, ասում եմ հլատես էլի մարդը իրոք ինչքան ճիշտ բաներ ասում, ու նմանատիպ լիքը բաներ, ընդեղ նայում ես հացաբուլկեղենի մոտ, կանգնած մի աղջիկ հավեսով իր համար փանքեյք հա թխում, էդ էլ ա գայթակղիչ միջոց, Ալեքսն ասում եմ, մամ կարող առնենք, ասում եմ, չէ Ալեքս ջան, հիշի որ մենք երեկ ենք տորտ կերեմ, մի խոսքով, ու նայում ես, որ իրոք կա տենց բան, մարդիկ մտածում են ճիշտ, իրանց բիզնեսը համ դնելու, համ զարգացնելու, համ էլ ընդլայնելու մասին, սիրելի հետևորդներ ջան, ինչև եմ,
այս պահին դեռ 10 չկա, 10 որորներ, Ալեքսս կգար, ինձ ասավ չգնաս, ես սպասում եմ զանգերի, այն որ մեկ-մեկ որ խոսքի զանգում ենք իրար, ասում ենք ինչ կա, այն մի կողմից էլ ասում են հետ զանգի վրա նստած, զանգի եմ սպասում, հիմի այս պահին, այս պարագայում ես եմ այդ իրավիճակում, համ ընդեից եմ զանգ սպասում, համ Վարսահարդարից 3-7 անցեր քայլքով էի ընկել հանդիպումով, մինչև եկասենյակ, մինչև մի խոսքով 7 անց դարավ, ստեղ մի լավ կին կար իրա հետ մի քիչ շփվեցի, թե էստեն մեքենայում, որ 7 անց հավայ, բայց չեմ զանգել, զանգեցի, Օֆելյան ասեց վաղը գործի գնամ, գրանցումներս նայեմ, ես ձեզ կզանգեմ, ու հիմի սպասում եմ, որ տենամ, էլ նախորդ տեղը չեմ գնա, սիրելի հետևորդներ ջան, որովհետև իրա ֆենացը ինձ դուրս չեկավ, իսկ Օֆելիայի ֆենացը շատ լավն էր, մարդը խնամքով, տեղը տեղին իրա գործը արավ, որ ասեմ գովաց չի, իրոք գովաց չի, այդ տարածքից եթե ապրողներ կան, այն որ ինձ թվում է կվստահեք, կհաստատեք իմ խոսքը, թե Լիլիթի մասին չասեմ, Լիլիթն էլ է իրա մոտ գնում, ու մի խոսքով, տենց բաներ, այս պահի համար այս քանը, սիրելի հետևորդներ ջան, այս լավ առնում, թիգունք տակ, հեսա, սենց էլ դուս ենք գալու, աչկերս մի տեսակ ուզումա, որ ցավամ, այդ լարված իրավիճակից այն մոտ հաճախակի տենց բաները լինեմ, քանի Ալեքսս ստեղ չէր հավեսով ձեր հետ զրուցեցի, հիմի չգիտեմ, այսօր ուր եմ գնալու, Չարենցավան եմ գնալու, թե ստեղ եմ մնալու, կոպիտ ասած, Ալայի զանգից է կախված, ուր եմ գնալու, ինչ եմ անելու, որովհետև այս պահին էդ է ավելի կարևոր, Չարենցավան կարամ մի քանի օրից էլ գնամ, որովհետև որ տուն գնամ, էլի ստեղ գալու շատ անհրաժեշտ գործ ունեմ, այդ տենց բաներ, այն որ մեկ-մեկ էլի մարդիկ այն չակերտավոր սաղորու քուչեք աստված չանի դուք էլ այդ քուչեքն ընգնեք, չեմ ուզենա, բայց ասելուց ու գրելուց առաջ մտածեք, վերև նայեք ու Աստծուց վախ ունեցեք, սիրելի հետևորդներ ջան, ինձ թվում է ոչ մի ավելորդ բան չեմ ասում ու մի երկուսի համար տեղին եմ ասում, այնպես որ այս ընթացք Հայերևան հատուն, իմ հաճույքի ու ֆրֆռալու համար չեմ անում, այլև պետքության ու գործի համար եմ անելու, այնպես որ տենանք, ինչ ալնում, ոնց ալնում, մնացածն էլ կերևա, իսկ հիմա մի շատ կարևոր գործ ունեմ, լվալու եմ ու պարապսրոյ նաչալնիկ, ինչ անեմ, անելիք չկա, ոչինչ չկա, մի հատ հասկանամ, բայց ես արդեն մտքով Չարենցավանի ճամփին եմ, թեց, օրը բացվի, շղթայական բժիշկն ալայն զանգի, ալան ինձ զանգի, տենց էլի, որ ասես գնալու եմ, ինչ եմ անելու, չէ, ընդամենը ռիմատատը մենակ չմնա, կել տանը միաման ճաշեցի, էդ եմ անելու, տենց բաներ, գնացի, լսնեք Ալեքսը ոնց է երգում, սիրելի հետևորդներ, ես էլ իրա երգի երաժշտության ներքա, այս ինձ համար
իբր թե համով ամենայն դեպս տեսքը լավն ավատը չի պիլմենները մեթան որ հաց ուտենք տեղ սիրելի հետևորդներ ջան իրավիճակ փոխվեց որ ասում էի Ալայի զանգներ այս պահին ավելի կարևորը Կյանքս Արևի բաժանորդներ Բայց ուշած երի բաժանորդներ Ոնց եք լավ եք, ես լավ եմ Քանդեմ բարձը Ալան հա զանգեց ինձ ասավ որ այսօրվա իմ օրը իմն է իրանց օգնելը պետք չի սենց ասեմ Ես էլ պահը բաց չթողի Վարսավիրիս բանն էլ ատմենը արի մտածելով որ հեշտ չլնի կգնամ ընդեղ էլ կա լավ աղջիկ ընդեղի Վարսահարդարից էլ եմ օգտվել գիտեք ու շատ գող եմ եղել վերցնում եմ Գիշեր ազգեստը, Ալեքսի չուստիկ, մուստիկ, ուր ենք գնամ, Չարեն ցավան, Ես էլ կոնգեմ չէ, թողվай ոչ մի բանի ձեր չտես Ստեի ամեն ինչից գողու շնորհակալ եմ Են որ մեր տան պես ապրեցինք ապրել Երևան քաղաքում ու բարձ չտալ, դա Մեր նման ծնողների համար մեծ բանա շնորհակալ եմ բոլորից ամեն անգամ Վիկան ավրես նկարկցեր ամեն անգամ գալիս են ու մեր նման մարդիկ իրանց տան պես իրանց գործի ու ցավի հետ ապրում Հոնը մտածում ես որ բարձ պետք չէ տալը Հիմա մաքրուհին ասեց գիտեր թե որ գնում ենք ամեն մարդուց հետո այս անկողինը ուրա գնում լվացքատուն համեմ տնեմ որ չէ որ ինձանից հետո էլի մարդիկ կան լավ ես բարձրես ես ողննա հա ես բարձրես ողննա Դա թագի դուրը Համ ձերի հետ Վեշը ես կհավաքեմ Համել Մտածում եմ երևի չարեն ցավանին է ինչքան կարճ վլոգնի առանձին կանեմ չէ որ կյանքի օրագրի պես մի բան ա դարել այս YouTube-յան էջը կոնկրետ իմ համար որովհետև Իմ հետևորդներ ջան հետո որ նայում եմ հավեսս բերում արդեն Այս էլ իրանք էլ են անկողին տալիս, բայց թե ես չեմ օգտվում, ես իմ հետ բերում եմ, գիտեք, լավություն չի, բան չեմ ասում, սենց էլի, հավաքվեմ, գնամ մի քիչ ցրվեմ, ու կամ, այսպես բան է, Այսօր գոնե այս փոշիցը հավես գալիս է այ դա հետաքրքիր աստվածչանի ավերգիկ ֆոն եկնի
հետևորդներ ջան։ Ուղեղս 100 տեղ այս պահին։ Այս թե կա։ Ուրիշ բան չկա։ Ես արդեն իրանցն եմ։ Չմոռանա։ Ուրեմն տեղս վերցնեմ։ Առանց սրա անհնար է։ Այդ ինչ ես քանդել վրա։ Էս ետ էի խոսում։ Հա խոսում հետո չմոռանամ։ Դու քո իրերը ինքդ հավաքի, ես չեմ հավաքելու։ Գրպանս տնե։ Ոնց գիտես։ Ջան, վայ, խսուս են գրվել, ուրամ։ Ով ընչից հա ուրախանում, մենք ընչից։ Սրբից չունես, բանոս Ոնց չունեմ, հնչի։ Հա, գնես, սպացի համ հա խոսս տնեմ գրպանս։ Քարտս տենամ գրպանում սա, որ հետո չթողնամ ասեմ թողան, թողեցի։ Վլոգը ստեղել թողում ենք, Չարենցավան գնալունը արդեն կլինի առանձին վլոգ։ Այս ձևով ստացվեց մեր օրը, այնպես որ լավ մնացեք, ապրեք, որ իմ հետ եք։ Հաջան։ Բևան իջացված է ապրես։ Շերի հետևներ ջան։ Սացինք մի քիչ տեսնեմ։ Մեկ այս հավաքվելու պահը շատ եմ սիրամ։ Լավ պահա։ Այսպես սենց անենք։ Այսպես սենց։ Այս ինչա։ Այս է երկրորդ ծրագը։ Այն հետո այս սենյակի համար երևի թե այսքանը Չարենցավան գնալով կգնանք դեպի ուրիշ վլոգ։ Առայժմ